Տիկին Պայլյան, ինչպես եք մեկնաբանում Գյումրիում տեղի ունեցող այս իրադարձությունները, Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը արդեն իշխանություններին հասցրել է ընդդիմությունը մեղադրել եւ նշում են, որ օրինակ ընդդիմադիր Աննա Գրիգորյանն ասում է այնքան բռնապետեր են եղել Նիկոլ Փաշինյանին էլ կանցնի կգնալ, այդպես չի մնա, ինչպես կմեկնաբանեք։ Ինչ է նշանակում մեղադրել իշխանություններին, երբ որ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, թե ինչի մասին է խոսքը։ Վարդանիկը ձեր նշած անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում, կաշառք վերցնելու մեջ է մեղադրվում մասնավորապես եւ ինչի մասին է ընդդիմադիրների այս աղմուկ աղաղակը ես չեմ հասկանում, չնայած բնականաբար սպասելի էր իրենք ուրիշ ասելիք չպիտի էլ ունենային, բայց նորից եմ կրկնում, սա բացարձակ իրավական պրոցես է եւ որևէ քաղաքական պատվեր, ինչպես փորձում են ձեր նշած ընդդիմադիր անձիկ հայտարարել եւ վստահեցնել քաղաքացիներին չկա։ Դուք բացառում եք, որ սա կարող է զուտ պատրվակ լինել Վարդան Ղուկասյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու համար։ Տեսեք, հարգելի Նարեկ, եթե մեր իշխանությունը նման ձեռագիր ունենար, Վարդան Ղուկասյանը քաղաքապետի աթոռին 1 ժամ անգամ չէր նստի հենց ի սկզբանե։ Ինչի մասին է խոսքը։ Ոչ, դա բնականաբար ձեր ասածը չի կարող լինել, ես նորից եմ կրկնում, մարդը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ եւ բնականաբար սա իրավական պրոցես է։ Տարբեր գնահատականներ կարող են հնչեցվել այս կամ այն անձի եւ անձանց կողմից, բայց իրականությունը մեկն է։ Վարդան Ղուկասյանը, նույն ինքը Վարդանիկը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ Եվ այս գործողությունները այս ամեն ինչը հենց դրա շուրջ են տեղի ունենում։ Տեսեք, գուցե եւ այդ ձայնագրությունը ճիշտ է, ամեն դեպքում անմեղության կանխավարկածը չխախտենք միջև դատարանի վճիռը, բայց մենք տեսնում ենք, որ այս գործընթացը հաջորդում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ասպարեզից հեռացնել Վարդան Ղուկասյանին։ Այսինքն հրահանգ եղավ եւ իրավապանները գործի անցան։ Նորից եմ ստիպված կրկնելու, որ մեր իշխանությունը երբեք իր իշխանության եկած օրվանից որևէ հրահանգ իրավապահ համակարգին չի տվել եւ չի տալու։ Դա մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ մենք ենք եղել այն իշխանությունը, որը վերջը դրել է տարատավոր երևույթներին։ Իսկ ինչ մնում է ձեր ասածին, որ համընկավ չգիտեմ ինչ, ցանկացած պահի կարող եք համընկնումներ տեսնել, բայց բնավ մեկը մյուսի հետ կապ ունենալ չի կարող։ Մենք բոլորս գիտենք, որ մինչ այս գործի բացահայտումը կամ ենթադրյալ մեղադրանքը Վարդան Ղուկասյանը մի շարք քրեական գործերով անցնող անձ է եղել, շարունակում էր այդ մարդը անցնել, այնպես որ այստեղ նորություններ փնտրել պետք չէ, սա ուղղակի եւս մեկ դրվագով ավելացավ։ Եվ ԿՊ-ն դեռ հույսը չի կտրել Գյումրիում իշխանություն վերցնելու մտքից Տիկին Պայլյան, ինչ է կանելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հույսը երբեք չի կտրել, որովհետև իր թիկունքին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վստահությունն ու աջակցությունը, ու դա հիմք է հանդիսանում, որ մենք այո պարշճակատ եւ Հիմա ինչ է կանելու, որ Գյումրիում ԿՊ-ն դառնա իշխանություն։ ԿՊ-ն այս պահին ոչ մի բան չի անելու, ԿՊ-ն շարունակելու է իր լիազորությունները ընդդիմադիր կարգավիճակում, իր ունեցած լիազորությունների շրջանակներում, մենք այստեղ ասելիք չունենք, անելիք չունենք, սա նորից եմ կրկնում, իրավապահ համակարգի տիրույթում գտնվող հարց է։ Սա քաղաքական գործընթաց չէ այս պահին տեղի ունեցողը, որ ԿՊ-ն էլ ինչ-որ անելիք ունենա։ Հիմա առաջ տեղակալը պետք է պարտականությունները կատարի համայնքի ղեկավարի, գիտենք, որ Վարդան Ղուկասյանի փեսան է, հնարավոր է, որ փեսային էլ տանեն։ Տանողը մեկ չեք, Նարեկ ջան, եթե իրավապահ համակարգը գտնի պետք է տանել ինչ-որ գործի շրջանակներում կտանի, եթե չէ, ես տեղեկություն չունեմ։ Արդյոք իշխանությունը չի գնա նաև այդ ճանապարհով, որպեսզի ստեղծվի իրավիճակ, որ նոր ընտրություն անելու հնարավորություն ստեղծվի։ Իշխանությունը գնում է իր ընտրած ճանապարհով։ Այն է չխոչընդոտել, չխառնվել իրավական տիրույթում գտնվող որևէ հարցի։ Այնպես որ նորից եմ կրկնում, սա քաղաքական հարց չէ, կտեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն իրավական։ Նրա աջակիցներն էին եկել, մեղադրում էին ձեզ, գոռում էին հրապարակում, Նիկոլ քաղաքապետ գործող։ Այն աջակիցները, որ առավոտվանից զանգեր են ստանում, հա, փակել մանկապարտեզները, զանգեր են անում փակել մանկապարտեզները, երեխաներին տուն ուղարկել, որպեսզի մանկապարտեզի ղեկավարությունը եւ աշխատակազմը գնա եւ գոռա Վարդանիկ, այդ աջակիցները։
Վարդան Ղուկասյանի Նրանում աջակիցները 8000 հոգին մարդ փոքր անցել։ թիվ են կազմում, ես ձեզ վստահեցնում եմ, լինելով գյումրեցի, շատ փոքր թիվ են կազմում ու այո, իրենք փորձել են անում այս պահին պարալիզացնել քաղաքը, ես նույնիսկ Facebook-յանի մեջում գրառում եմ կատարել, երթուղայինի աշխատանքն են փորձում խոչընդոտել, վարորդներին ստիպել են կանգնեցնել մեքենաները եւ գտնվել հրապարակում, անգամ շեշտել են, որ ներկա բացակայեն կանում ովքեր կան, ովքեր չէ։ Խնդրում եմ դուք որպես լրագրող այդ ինֆորմացիայի հետևից էլ գնացեք եւ լուսաբանեք, այնպես որ Վարդան Ղուկասյանի աջակիցները շատ փոքր Բայց նրան 9000 հոգի քվե չի տվել ըստ ձեր ՀԿՀ-ի հաշված տվյալների։ Ովքեր էլ որ ձեր նշած թիվը տվել է ձայն, բայց այո, ես վստահ եմ, որ իր ճակերտավոր կառավարումից հետո դրա կեսն էլ չի մնացել իր կողքին։